Սալվարդում նախիրի վերադարձի ժամն է։ Մոսին Սերինեի ու Նորիկի հետ եկել է կովերին գոմ տանելու։ 20 տարի առաջ այստեղ 400 մարդ էր ապրում, հիմա 185։ Այջանա։ Այդ ո՞րն եք ես բաստա։ Ձելստից հաշվի։ Հաշվի։ Էն ինչ է։ Էս։ Էն։ Բայն մեկը 67-ն է։ Թպովում ենք կթի, կաթը հեսա կթելու ենք, դնում ենք սառը ջրի մեջ, առավոտը Գորիսի Էլուրա գործարանից մաշին գալիս է վերցին տանն է կաթը։ 90-100 լիտր կաթ, այդքան մինչև այդքան կաթ լնեմ օրեկանը։ Կախված է հովիվից, հովիվ կա լավ չի արածացնեմ, կաթը քիչ ենք ստանում այդ օրը, հովիվ կա լավ արածացնեմ, լավ ենք ստանում։ Դե ոտը պոչն է, այդի կապել եմ, որ պոչով չխփի ինձ։ Յուղում ապագա կա։ Ներկա մոմենտում չէ։ Որտև քչացել են, ջահելներն էլ չեն ամուսնանում, երեխաներ չկան, դպրոցում այսօր 7 երեխա է սովորում։ Դե ինչ ասեմ, չէ, որ մտածեմ ապագա կա, չկա։ Այս կովը պրծամ է, մի վեդրո լիքը կաթ է տվել։ Անցնում ենք հաջորդին։ Սրանով գոմի գործը վերջացրանք։ Արդեն կովերը կհանգստանան, մենք էլ գնանք տունը կհանգստանանք։ Ինչև է առավոտ։ Ձեր տղաները ձեր օգնականներն են, էլի։ Հա, որ ճիշտ ասենք ինքն է մեր օգնականը։ Ես հմի արդեն ես եմ։ Ինքն է մեր օգնականը։ Հերիքը աշխատել եմ, շատ եմ աշխատել։ Հա, տենը ես։ Ինչ կարևոր մարդ է, եկել են, ինձ նկարում է, չկա։ Դե ինչքան լայք ենք հավաքելու։ Ես ուտո։ Մեր օրն սկսվում է առավոտը ժամը 5-ից, արթնանում ենք անպայման գոմ, մեր գործը էտ է, ապրանքը պետք է կթենք, մաքրենք, հանենք դաշտ գնա,
Բալուս։ Էլենայ, ոչխարներ կա։ Եվ, կաստուր թողաստի ոստով։ Էտա, կաստուր թողաստի, էլի առաջի օրնա։ Առաջինը պտի ոչխարը գնա, հետո կովը։ Դա է տա, գյուղի աշխատանքն է տա, մենք էլ զբաղվում ենք այդ աշխատանքով։ Մինչև ժամը 7:30-8 աշխատում ենք։ Նրանից հետո էլ արդեն գալիս ենք տուն, հավաքվում ենք, հարցը, կինս պատրաստում են, գիտեն, որ վերջացնելու են գործը, գալիս ենք զավտրիկի։ Բարլուս տեսանք։ Տեր Աստված իշ բարին ես կատարի։ Առողջություն բոլորիս, խաղաղություն աշխարհին։ Գուրվեկալ ասա ողջ։ Կեր որ գրավոր լավ գրես։ Սերինեն ու Նորիկը Սալվարդի դպրոցի 9 աշակերտներից երկուսն են։ Առավոտը գյուղում բանաստեղծություններ գրել Գազարոս աղեղը։ Նորիկի դասարանում 4 հոգով են։ Սերինեն դասարանի միակ աշակերտն է։ Գյուղի դպրոցը շուտով կփակվի։ Աշակերտները հարևան գյուղ են դասի գնալու։ Շատ եմ նեղում։ Որ երիտասարդները լքում են գյուղը ավելիացեր անում։ Ոչ մեկի մեղքն էլ չի, երիտասարդներին ես չեմ էլ մեղադրում, որտեղ այստեղ երիտասարդներն իրենց ապագան այստեղ չեն տեսնում։ Նրանք տեսնում են իրենց գործը ուրիշ երկրներում, ուրիշ տեղ։ Ամենակարևորը հիասթափություն չունենք։ Մեր ընտանիքում չկա այդ բանը։ Այսօր չի ստացվի, ոչինչ։ Վաղը կլինի, վաղը կդզվի։ Այնպես չէ, մենք շատն էլ ենք տեսել, քիչն էլ ենք տեսել։ Իմ տղաները չեն ուզում լքեն գյուղը։ Նպատակներ ունեն։ Նրանք չեն մտածում, որ գնանք եսիմ Երևանում կամ Ռուսաստանում կամ եսիմ որտեղ աշխատելու։ Իրենք մտածում են ստեղ, ստեղծենք ստեղ։ Կա, աշխատանք կա, չեմ դժգոհում, վատ չենք։ Աշխատում ենք, մեր համար ապրում ենք, ուտակում ենք էլ։ Մենք փեչի վրա այդ անկյունները, որ թեժ չլինի կրակը, չվառվի, էպի էլի խմորը։ Ամենասիրած ադաթը այնա, որ հաց ուտելուց հավաքված ելնենք մի տեղ, մի անգամից նստենք սեղանի հաց ուտելու։ Այդ ավանդույթները պարդատիր իմ հերս պահել է, իր հորից եկած, ես էլ տեսել եմ ու պահում եմ։ Շարժ։ Ես գյուղից ոչ տեղ չեմ։ Ես առավոտն եմ մեր այս մաքուր օդը չշնչեմ, մեր բոստանները ման չկան, չեմ կարող։
շատ առիթներ այլ որ ես կարա իմ գյուղից գնալ, բայց չեմ գնացի։ Չեմ ուզում։ Իմ ծննդավայրը վերջ։ Մինչև վերջել ես կմնամ այստեղ։ Ուզում եմ մենակ ելնեմ գյուղում, չեմ գնալ ուրիշտեղ։ Չեմ ամ, ես չեմ պատկերացնում, որ իմ ծննդավայրը թողնեմ այդտեղ։ Երեխեքին հա ճամփ են տանում, բայց ես կմնամ։ Ես կմնամ Արմանուշի հետ այստեղ։